26-ամյա Կարենի վիրահատությունը ստացվել է 6-րդ անգամից։ Հիմա ապաքինվում է, պատրաստվում է լավ աշխատանքի անցնել, 3 զավակ ունենալ։ Առաջին անգամ երիտասարդին վիրահատել են 23 տարեկանում։ Դրա մոտ ախտորոշել են ստորին ծնոտի բարորակ ուռուցք։ Այդ օրվանից սկսվել է մղձավանջը, 5 վիրահատություն Մոսկվայում, բոլորը անհաջող։ Չեմ հուսահատվել երբեք։ Միշտ մտածել եմ, որ լավանա, լավ կլինի։ Ի վերջո դեմքը վերականգնել Կարենին օգնել են հայ բժիշկները 10 ժամ տևած վիրահատության միջոցով։ Երբ մեր բժիշկներին դիմեց, աջ ծնոտը չկար։ Կոնքից տեղափոխվել է զստոսկրի կատարը, համապատասխան ձևը տալուց հետո վերականգնվել է արյան շրջանառությունը։ Սա երկրորդ օրն է, ինչպես տեսնում եք, հաջող է ընթանում։ Եթե 2 շաբաթվա ընթացքում որևէ խցանում, որևէ բարդություններ արյունահոսություն չլինեն, ապա երիտասարդը փրկվեց։ Մեր բժիշկները գիտեն, թե ինչն է խանգարել իրենց մոսկվացի գործընկերներին։ Նմանատիպ վիրահատությունները կանխատեսում են, նախատեսում են հենց անօթավորված կենդանի շինանյութի կիրառում, ինչը չի կատարվել նույնիսկ Մոսկվայում։ ԱՊՀ-ում հայ մասնագետները առաջինն են, վիրահատության գները վերջինը, ասում է Սահակյանը։ Բժիշկը խորհուրդ է տալիս մինչև մասնագետին դիմելը նախ ծանոթանալ նրա կենսագրությանը։ Փորձառու բժշկին ամենավերջում դիմելու պրակտիկայից պետք է ազատվել։ Բազմաթիվ երիտասարդ, սիրունատես, ճարտարախոս մասնագետներ մենք ունենք եւ բոլորն էլ վիրահատում են, անկախ նրանից լիցենզավորված են, արտոնված են, թե ոչ։ Պլաստիկ վիրաբույժին դիմող յուրաքանչյուր 3 հիվանդից մեկը տղամարդ է։ Աղջիկները հիմնականում դիմում են քթի վիրահատության համար, միջին տարիքի կանայք կորեկցիայի են ենթարկում կուրծքը, որովայնը հետույքը։ Բալզակյան տարիքի կանայք երբեմն նաև տղամարդիկ երիտասարդացնում են դեմքը։ Բժիշկ Սահակյանը հորդորում է, եթե այնուամենայնիվ որոշել եք արհեստական ճանապարհով փոխել ձեր արտաքինը, ապա գոնե խուսափեք արհեստական մարմիններից, սիլիկոնի փոխարեն նախընտրելով բնական ճարպը։ Եթե հետույքն ու կուրծքը ձեր ուզած չափի չեն ստացվել, որովայնն էլ բավականաչափ չի ձգվել, բժիշկը պարտավոր է անվճար շտկել ձեր արտաքինը, բայց նույն բժշկին երկրորդ անգամ դիմելուց առաջ հիշեք Կարենի 6 վիրահատությունները։ Իզաբելլա Հովհաննիսյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։